Երբ որ մի իշխանություն ի սկզբանե ձևավորման օրվանից զբաղված է միայն եւ միայն շանտաժով եւ դրանով վերարտադրվում է, Ժորժ ջան, սկզբից շանտաժ էին անում նախկիններով, հետո որ նախկինները կգան եւ այլն վախով, դե լավ սենց ասեմ, հետո վախեցնում էին մարդկանց ռուսներով, չնայած հիմա շարունակում են, հետո վախեցնում էին տարբեր, էսի չանենք սենց կլինի, էնի չանենք չեն, հիմա վախեցնում են Թուրքիայով, Ադրբեջանով։ Մենք չենք հոգնել այդ շանտաժի տակ ապրել, շանտաժը անվերջ է, անվերջ, ինքը վերջ ունի այս պարագայում շանտաժը միայն Հայաստանի Հանրապետության Արևմտյան Ադրբեջան վերածվելու պարագայում, դա է վերջնանպատակը, մեզ որ ասում են պատերազմա լինելու, մեզ որ չընտրեցինք, իրենք դրանով այստեղ ուշադիր խնդրում եմ, ուղղակի, եւ սա կարող է իրենց չգիտեմ ինտելեկտուալ մակարդակի թերությունից է չեմ կարող ասել, բայց դրանով իրենք ապացուցում են, որ իրենք խաղաղություն չեն բերել ու չեն էլ կարա բերել, որովհետև խաղաղությունը կապ չունի ով է իշխանության գլխին եւ ինչ կուսակցություն է, խաղաղությունը համակարգ է, որը պետք է վեր կուսակցական լինի, վեր անձնական լինի եւ վեր առհասարակ այդ րոպեին կոնյունկտուրայից կապ չունի ով խաղաղությունը գիտեք երբ է, երբ որ կապ չունի ով է իշխանության, ինքը որպես ինստիտուտ ճարտարապետություն ձևավորված է, ով ուզում է լինի։ Միջև այդ կար ձևավորված ճարտարապետություն, եկան քար ու քանդ արեցին։